Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Նոյեմբերի 18 Փակված աղբյուր ու կնքված ակունք է Երգերքոց 4.12 Այս պարաբանության մեջ, որն արտահայտում է քրիստոնյայի հոգևոր կյանքը, մեզ հասանելի ձևով ներկայացված է խորհրդավորության գաղափարը։ Հոգևոր կյանքն այստեղ համեմատվում է փակված աղբյուրի հետ։ Մերձավոր արևելքում կային աղբյուրներ, որոնց վրա կառուցված էին շինություններ, որպեսզի ոչ ոք չկարողանար մտնել այնտեղ, բացի նրանցից, ովքեր գիտեին, թե ինչպես պետք է անել դա։ Այդ աղբյուրները նման էին քրիստոնյայի սրտին, որը նորոգվել է շնորհքով, որում հոսում է խորհրդավոր կյանք անհասանելի մարդկային հասկացողությանը և անհայտ և գաղտնի շրջապատողների համար։ Մեր համայնքում խոսքը ոչ միայն խորհրդավորի մասին է, այլև ինչ-որ առանձին զատված բանի մասին։ Խոսքը հանրային աղբյուրի մասին չէ, որից կարող է խմել ու հագենալ ցանկացած անցորդ։ Սա պահում է կողմնակի աչքերից և իր վրա հատուկ նշան ունի՝ թագավորական կնիկ, որպեսզի ամենքին հասկանալի լինի, որ դա սովորական աղբյուր չէ, այլ աղբյուր է, որն ունի տեր և նախատեսված է անձնական օգտագործման համար։ Նույն իրավիճակն է նաև հոգևոր կյանքի պարագայում։ Փրկագնման օրը Աստված առանձնացրել է իր ընտրյալներին մնացյալ աշխարհից։ Նրանք առանձնացված են, որտև օժտված են կյանքով, որը չունեն մյուսները։ Նրանք չեն կարող իրենց զգալ ինչպես տանը, ապրելով այս աշխարհում և ժամանակ անցկացնել վայելքների և հաճույքների մեջ։ Մեր համարը մատնանշում է նաև սրբություն։ Կնքված ակունքը, այսինքն քրիստոնյայի սիրտը, պահպանվում է առանձնահատուկ անձի Հիսուս Քրիստոսի համար։ Ամեն քրիստոնյա պետք է զգա, որ իր վրա Աստծո կնիքը կա։ Այդ դեպքում նա իրավունք ունի ասելու Պողոս առաքյալի խոսքերով. «Այսուհետև թող ոչ ոք ինձ չանհանգստացնի, որտև Տեր Հիսուսի նշանները իմ մարմնի վրա եմ կրում»։ Գաղատացիներին 6.17 Մեր համարում ներկա է նաև պաշտպանվածության մասին միտքը։ Ինչ հուսալի ու պաշտպանված է քրիստոնյայի ներքին կյանքը, նույնիսկ եթե նրա դեմ համախմբվեն դժոխքի ու երկրի բոլոր ուժերը։ Այն չի կորցնի իր անմահությունը, քանի որ այդ կյանքը տվողը այն երաշխավորել է սեփական կյանքի գնով։ Եվ ով կարող է ձեզ չարիք հասցնել, եթե Աստված ձեր հովանավորն է։